Բարև ձեզ, Արար յութուբյան ալիքի եթերում հայրենիք վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը և իմ հյուրն է այսօր Հայաստանի անկախության առաջնորդ ԱԻՄ կուսակցության նախագահ Պարուր Հայրիկյանը։ Բարև ձեզ, պարոն Հայրիկյան։ Նախ ուզում եմ ներկայացնել, որ դուք մեր պետության հիմնադիր հայրերից մեկն եք։ Մարդ, ով ճանապարհ է անցել և անկախության համար մեծ ներդրում ունի։ Ես ուզում եմ այսօր խոսենք սահմանադրության մասին։ Արդյոք կա անհրաժեշտություն փոխելու սահմանադրությունը և նոր սահմանադրություն ունենալու կամ թե։ Եթե խոսվում է իշխանությունների կողմից, խոսվում է նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, միաժամանակ շեշտելով, որ համակարգի, պետական կառավարման համակարգի փոփոխություն չի լինելու, դա մեղմ ասած անհասկանալի է, շատ մեղմ ասած, որովհետև որպես կանոն աշխարհի բոլոր երկրներում նոր սահմանադրություն ստեղծել են նախ եւ առաջ պետական համակարգի փոփոխության նպատակով։ Օրինակ Ֆրանսիայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դե Գոլի նախաձեռնությամբ նախաձեռնվեց ֆրանսիական նոր սահմանադրության ստեղծումը, կիսանախագահական համակարգը եւ հնարավոր չէր նախորդ սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելով կամ շատ դժվար կլիներ։ Նույնը Հունաստանում հանրաքվե արեցին 70-ական թվականներին, որպեսզի որոշեն մնում են սահմանադրական միապետություն, թե անցնում են խորհրդարանականի։ Այդպես ընդունված է։ Հիմա մենք ունենք բացառիկ դեպք սահմանադրությունից եւ սահմանադրականությունից ոչ այնքան բավարար գիտելիքներ ունեցող մարդիկ նախ խոսեցին բարեփոխումների մասին, հետո արդեն նոր սահմանադրության մասին։ Ուշագրավ է եւ բոլորը պիտի իմանան, որ եւ առաջին դեպքում, երբ խոսում էր բարեփոխումների մասին, եւ երկրորդ դեպքում, երբ սկսեցին խոսել նոր սահմանադրության մասին, երկու դեպքում էլ չեն ասում, ինչով է վատ նախորդ սահմանադրությունը, ինձ համար իմ պատկերացմամբ շատ վատ է, որովհետեւ ժողովրդավարությունը նվազագույն մակարդակի է հասցրել, բայց իրենք դա չեն ասում։ Եվ ինչ պիտի անեն, որպեսզի ավելի լավը դառնա։ Ինձ համար օրինակ պարզ է այնպես անել, որ քաղաքացու դերակատարությունը ավելանա։ Իրենք ոչինչ չեն ասում։ Հիմա գալով մեր իրավիճակին, ասենք իմ գնահատականը, այո, Հայաստանում սահմանադրական իրավիճակը բարելավելու անհրաժեշտություն կա, հիմնական մեկ շեշտադրումով քաղաքացուն դարձնել իսկապես երկրի տերը։ Եթե քաղաքացու կամքով, քաղաքացիների ձայներով ենք մենք վերականգնել մեր պետականությունը, ի վերջո մինչև անկախության հանրաքվեն Հայաստանի անկախության վերականգնմանը մատների արանքով էր նայում միջազգային հանրությունը։ Անկախության հանրաքվեից հետո, այսինքն քաղաքացիների ձայների միջոցով պետականության վերականգնման գաղափարի ամրագրումից հետո աշխարհը սկսեց վերաբերմունք դրսևորել մեր նկատմամբ որպես կայացած պետականության երկիր։ Եվ հիմա ուզում եմ հասկանալ, ըստ ձեզ, ինչ պետք է փոխվի այսօրվա սահմանադրության մեջ եւ այսօրվա իրավիճակում ինչը կարելի անել, որպեսզի անցնցում փոփոխել այս իրավիճակը։ Ուզում եմ սկսել նրանից, որ որևէ բան, որ կատարվում է արդարության խախտումով, դա պիտի անպայման վատ հետևանքներ բերի։ Վերջին 10 տարում մեր կյանքում որպես ազգային հանրություն, ազգային հավաքականություն, մենք բազմաթիվ բացասական երևույթների առնչվեցինք, նույնիսկ տեսանք ցեղասպանություն, Արցախում կատարված ցեղասպանությունը, որովհետև ՄԱԿ-ի մարդու իրավունքների ներողություն ՄԱԿ-ի ցեղասպանության բանաձևում ցեղասպանություն է համարվում հետապնդումը, ոչ միայն սպանությունը։ Այսինքն գենոցիդը դա կրոնական, ազգային կամ որևէ գաղափարական խմբի հետապնդումն է համարվում ցեղասպանություն։ Հիմա Արցախի զանգվածային տեղահանումը, որ ուղեկցվեց բազմաթիվ մայրով, դա ցեղասպանություն է։ Պիտի արձանագրենք ուղղակի անաչառ վերաբերմունքի դեպքում կարձանագրենք, որ այս բացասական երևույթները սկսվեցին այսպես կոչված խորհրդարանական համակարգի անցնելու հետ կապված։ Փաստ է, որ 15 թվականին մենք անցում կատարեցինք իբրև թե մենք, եւ փաստ է, որ
այդ նախագիծը քննարկելիս կար այլընտրանք, միակ այլընտրանքը պայմանականորեն այն ժամանակներում դա կոչվում էր կատարյալ ժողովրդավարության տարբերակ նախագիծ, որը ոչ միայն չքննարկվեց, այլ թաքցվեց։ Շատ ցավում եմ Գագիկ Հարությունյանի համար, որ գլխավորում էր այդ գործը եւ դարձավ կամակատարը չգիտեմ ում, եւ մենք ընդունեցինք մի սահմանադրություն, որը ուղղակի խայտարակություն է, աշխարհի ամենավատ սահմանադրությունը, սահմանադրություն, որի կառավարման համակարգի հիմքում ընկած է բռնապետ մարդկության թշնամի համարվող Մուսոլինիի օրոք գործած սահմանադրության մեջ։ Խոսքս վերաբերում է նախ եւ առաջ կայուն մեծամասնություն կոչված դրույթին, որով ընտրությունների ընթացքում նույնիսկ 20% ստացած քաղաքական ուժը կարող է ունենալ 60% խորհրդարանում եւ որևէ հակակշիռ չկա, որ հակադրվի, որովհետեւ խորհրդարանը դառնում է իշխանության բոլոր ճյուղերի մայրը։ Մինչդեռ օրինակ 250 տարի առաջ Ամերիկայում ընդունված սահմանադրությամբ աշխարհը ծանոթ էր նաև այնպիսի համակարգերի, որտեղ իշխանության մեկ ճյուղը վերահսկում էր մյուսին։ Դա է ընդհանրապես սահմանադրականության հիմնական գործոն։ Ուրեմն հիմա գալով մեր օրերին, քանի որ ես ասացի, սկսեցին բացասական երևույթները, տեսեք, մենք 1000 խնդիր կարող ենք ունենալ, բայց այդ բոլոր խնդիրների մեջ կարևոր է հիմնականը։ Հիմնականի անունն էլ բարեբախտաբար կա, դա հիմնական օրենքն է։ Որևէ ազգի հաջողությունները եւ դժբախտությունները սկսում են իր սահմանադրությունից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմոկրատական է համեմատաբար, ոչ թե այն պատճառով, որ հզոր է, այլ հզոր դարձավ, որովհետեւ ճիշտ սկզբունքներ էր դրել պետության կայացման հիմքում։ Նախ իրենց անկախության հռչակագիրը, ապա դրա հիման վրա կառուցված ամերիկյան սահմանադրությունը, որը քաղաքացուն դարձնում էր գործոն։ Այսօր դա հնացած է, ամերիկացիները չեն ընդունի եւ ցավագին կընկալել աստվածներս, բայց դա հնացած է եւ մեզ հաջողվել է, մեզ հայերից հաջողվել է գտնել լուծում, որը ամբողջ աշխարհում իրավիճակը դրական ուղղությամբ կարող է տեղաշարժել։ Ես մեզ չեմ վերագրի դա, մասնավորապես նշեմ, որ Աստծո առաջ չկա տեր, չկա ծառա, չկա կին, չկա տղամարդ, բոլորը հավասար են, կամ չկա հեթանոս, չկա հրյա։ Այդ սկզբունքը ընկած է մեր նախաձեռնության հիմքում, եւ եթե 14 թվականին Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Հարությունյանը թույլ չտային այդ մեծ սխալը, չեմ ուզում մտածել, որ իրենք չարակամ էին, թշնամի էին, պարզապես առողջ բանականությունը կորցրել էին եւ չգնային ստեր ասելու ճանապարհով, թե այլ ընտրանք չկա եւ սահմանադրական բարեփոխումներ կատարելիս գոնե քննարկվեր եւ ընթացք տրվեր մեր առաջարկած սահմանադրությանը։ Ես ամենայն պատասխանատվությամբ, որպես ինչպես դուք նշեցիք, բավական մեծ դերակատարություն ունեցած մարդ հայ ժողովրդի պատմության մեջ, վստահեցնում եմ, մենք ոչ թե ձախողումներ չենք ունենա, այլ այնպիսի թռիչքային զարգացումների ականատես կլինեինք, որը երևակայել անգամ դժվար է։ Ժամանակին հայ ազգի կողմից պետականորեն քրիստոնեության ընդունումը այն բանի հայեմատությամբ, ինչ որ կլիներ բացարձակ ժողովրդավարության սկզբունքները ամրագրող սահմանադրության ընդունումից հետո, պատկերացրեք, որ սա ավելի կարևոր քաղաքակրթական ներդրում կլիներ, որովհետև աշխարհը կարոտ է իրական ժողովրդավարության։ Չերչիլի խոսքերը բոլորը հիշում են, որ ժողովրդավարությունը մոտավորապես եմ ասում անտանելի բան է, բայց դրանից լավը չունենք, այլևս այդպես չէին ասի, որովհետև այն, ինչ առաջարկված է այսօր բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագծով, որը համաձայն արդարադատության նախարարությունից ստացված նամակի արդեն իրենց տրամադրության տակ է եւ հայեցակարգը եւ նախագիծը։ Ուրեմն հիմա մեր հանրությունից է կախված եւ քաղաքական ուժերից եւ հասարակական կազմակերպություններից, նաեւ քաղաքացիներից, հատկապես քաղաքացիների մեջ իրենց մտավորական համարողներից,
որովհետև զանգվածային ստորագրահավաք է սկսվում, որ այս փուլում գիտեք ընդամենը այս փուլում Ճիշտ եմ հասկանում, որ առաջարկ է ուղարկվել։ Պատկերացրեք, ովքեր մանրամասներն հետևում են, ասեմ, որ 10-րդ անգամներ, բայց վերջապես 10-րդ անգամ մեզ հաջողվեց, երևի ցույցերը նպաստեցին դրան։ Մենք 4 իրար հաջորդող ցույցերի շարք կազմակերպեցինք, որը ամփոփվեց փետրվարի 18-ին եւ հենց փետրվարի 18-ին էլ ես հրապարակավ ազդարարեցի։ Այո, առաջարկը մեր առաջարկները ներկայացված մենք տվել ենք կառավարության աշխատակազմը փոխանցել է Արդարադատության նախարարության համապատասխան կառույց եւ առաջին անգամ նրանք միշտ ասում էին մենք չենք ստացել, չգիտենք ուր է։ Պատկերացնում եք, հիմա այս անգամ վերջապես գուցե առողջ բանականությունն էլ մի քիչ սկսեց աշխատել կամ պատասխանատվության զգացումը, այս անգամ մենք ստացանք պաշտոնական գրություն, որը եթե հետաքրքիր է կարող եմ ներկայացնել շատ կարճ է, պարունակում է իր մեջ լուրջ սխալներ, բայց ես քանի որ չարակամորեն չեմ տրամադրված, իմ նպատակը Գալյան կամ Նիկոլ Փաշինյան ոչնչացնելը չէ, այլ նրանց իրենց մարդ էությանը համապատասխան կեցվածքի բերելը։ Իհարկե ես չէ որ պիտի որոշեմ քրեական պատասխանատվության ենթարկել կամ չենթարկել, դա օրենքն է գործում, բայց ես իմ անձնական բանն եմ ասում, ոչ թե իմ նպատակն է ոչնչացնել մարդուն իր արած սխալների համար, այլ օգնել որ այդ սխալները ուղղի եւ միասին առաջ գնանք։ Ես կխնդրեմ, եթե հնարավոր է ներկայացնենք մի փոքր, որպեսզի մեր հետևորդներին էլ պարզ դառնա, թե ինչի մասին ենք խոսում առհասարակ։ Ի պատասխան ձեր կողմից փետրվարի 6-ին 26 թվականի փետրվարի 6-ին վարչապետի աշխատակազմ ներկայացված թիվն է դրված գրության հայտնում ենք, որ ձեր կողմից ուղարկված նախագծային առաջարկները Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նկատի կունենա նոր սահմանադրության տեքստի մշակման ժամանակ։ Չարակամ չեմ, այդ պատճառով չեմ շեշտում այստեղ թույլ տրված մի քանի լուրջ սխալները, սա է հիմնական բովանդակությունը, խոսքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, հայեցակարգ նշանակում է համառոտ նկարագրական, թե ինչի հետ է կապված սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը։ Իսկ նախագիծը արդեն այդ պատկերացումների հիման վրա, մեր հայեցակարգի հիման վրա նախկին սահմանադրության մեջ կատարված փոփոխություններն են։ Ուրեմն երկու հսկայական փաթեթ իրենց տրամադրության տակ է, բայց այստեղ ես մի սխալի մասին կխոսեմ, որը ճակատագրական չի լինի որպես պետական պաշտոնյա այս գրությունը ուղարկող Տիկին Գալյանի եւ նրա քարտուղարի գլխավոր արդարադատության գլխավոր քարտուղարի համար։ Մյուսը առայժմ բաց եմ թողնում, աստվածավոր դրա մասին խոսել պետք չի լինի։ Այստեղ ասում եմ նկատի կունենա պետական համակարգում պաշտոնյաների եւ այդ կյանքին մասնակցող քաղաքացիների մանավանդ կուսակցությունների վարք ու բարքը, գործելակերպը կարգավորվում է օրենքներով։ Ուրեմն ես որպես անկախության պայքարի առաջնորդ, բայց կուսակցության նախագահ, կուսակցության անունից տրված ազգերության մեջ կամ անհատ որպես տված, բայց որպես կուսակցական բարձրացրել եմ խնդիրներ, որոնք ըստ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի այդպիսի օրենք կա, որ այդ սահմանադրական օրենք է կոչվում, այսինքն հավասարազոր է սահմանադրությանը։ Նրա 21-րդ հոդվածի 5-րդ կետի պետք է ոչ թե նկատի ունենա պետական կառույցը ինձնից հանրագիր ստանալու դեպքում, այսինքն հանրությանը վերաբերող գրություն ստանալու դեպքում, ոչ թե պետք է նկատի ունենան կամ նկատի առնեն, այլ պիտի քննարկեն։ Հիմա տեսեք, այսպեսի մի փաստաթուղթ է ընդունված, ամփոփ կներկայացնեմ Հայաստանի քաղաքական ուժերի, ՀԿ-ների եւ արդարամիտ քաղաքացիների հայտարարությունը։ Սա ինձ փոխանցվեց, որպեսզի ես ասեմ, դեմ եմ, թե դեմ չեմ, որտեղ վերաբերում է իմ նախաձեռնությանը։ Մենք ծանոթանալով արդարադատության նախարարությունից Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ ՀԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ուղղված հետևյալ պաշտոնական գրությանը, այդ այն էր, որ նկատի կառնենք, ողջունում ենք արդարադատության նախարարության պատրաստակամությունը, այսինքն պատրաստակամ են հաշվի առնել,
Սակայն կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը հոդված 21.5 պահանջում է ոչ թե նկատի ունենալ, այլ քննարկել հանրագիրը։ Ելնելով վերոհիշյալից մենք պահանջում ենք սահմանադրական խնդիրների լուծման համար ստեղծված խորհրդին որպես այլընտրանքային տարբերակ, այսինքն կամ եկս այլընտրանքայինն է, անհապաղ քննարկել ներկայացված միակ այլընտրանքային հայեցակարգն ու սահմանադրության նախագիծը։ Կուսակցությունից ստացված հանրագիրը չքննարկելը ոչ միայն ժողովրդավարությունը երաշխավորող դրույթի ոտնահարում է, այլև սահմանադրական օրենքի ըստ էության ՀՀ-ում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության կոպտագույն խախտում է, որը հուսով ենք արդարադատության, նախարարության եւ կառավարության նպատակը չէ։ Այստեղ որ նշվում է ժողովրդավարություն երաշխավորող հայկական օրենսդրության մեջ միայն մեկ հոդված կա, որտեղ շեշտվում է ժողովրդավարությունը պաշտպանվում է այս հոդվածով։ Դա 21-րդ հոդվածի 5-րդ կետն է, որտեղ նշվում է ժողովրդավարության գլխավոր գործիքն այն է, որ դուք ընդդիմադիր քաղաքական ուժերից փաստաթուղթ ստանալիս պիտի քննարկեք։ Հիմա կա նորմատիվ իրավական ակտ այս սահմանադրական գործընթացների նպատակով պատրաստված, որտեղ պահանջվում է աշխատել հրապարակայնորեն։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որ այս փաստաթղթի տակ կստորագրեն, իսկ բոլոր չստորագրողները իրավախախտումների կողմնակից են, այսինքն օրինախախտ նախատրամադրվածություն ունեն, նրանք պիտի հետևողական լինեն, ինչպես մենք էինք հետևողական այս վերջին 4 ցույցերի ընթացքում, ցույց այլ բան է, հանրահավաքը այլ բան։ Ցույցը ընդհանրապես կարող է 5 հոգով էլ անել եւ ցույց տալ ինչ-որ բան։ Դե ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որ իրենց դիվաններից կարողացան բարձրանալ, գալ, մասնակցել ու դա նույնպես իր դերը կատարեց, այսինքն ես որպես անհատ էի հրավիրել, ինչ կշռել ունենաս։ Եթե դու որպես անհատ ինչ-որ բանի մասին խոսում ես ու չկա աջակցություն, այդ քո միջոցառումը այն կշռի չունի։ Այնպես որ շնորհակալ եմ, որ եկան, մի փոքր պարզաբանում միայն կատարեմ, քանի որ 18 թվականին մեր ժողովուրդը իսկապես խաբվելով, հավատալով, թե ինչ կամ վստահ լինելով ոտքի է կանգնել մերժիր Սերժին կարգախոսով, որը իրավական լեզվով նշանակում էր մերժիր այն սահմանադրությունը, որի օգնությամբ Սերժ Սարգսյանը երկարաձգեց իր իշխանությունը։ Մերժիր սահմանադրությունը։ Մենք մեր փոփոխությունները կատարել ենք ոչ թե այսօր գործող սահմանադրությունը ելակետ ընդունելով, այլ կատարել ենք այսօրվա մերժված սահմանադրությանը նախորդած սահմանադրության հիման վրա։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ, ի տարբերություն սրանց, որ ասում են նոր սահմանադրություն, մենք չենք առաջնորդվում ամեն ինչ զրոյով սկսելով գաղափարով։ Իդեպ բացատրեմ, դա ինչով է վտանգավոր։ Որովհետև մենք զրոյական կետերից սկսելը տեսանք ինչի հանգեցրեց։ Զրոյականով սկսում ենք, զրոյականով էլ վերջացնում, շատ ճիշտ նկատեցիք, միտքս դա վտանգավոր է։ Նոր սահմանադրություն գրելը նշանակում է մենք զրոյից ենք սկսում։ Մանավանդ որ հիմնավորումն էլ չկա։ Եվ ինչպես Արցախի հարցը փորձեցին զրոյացնել եւ հիմա էլ այդ ուղղությամբ աշխատում են, շարունակում են աշխատել, ավելի վատ են։ Ցեղասպանության հարցն էլ կարծես թե արդեն Ցեղասպանության հարցում իրենք անզոր են, որովհետև ցեղասպանությունը ճանաչել է Ռուսաստանը, Ամերիկան, Ֆրանսիան, միջազգային հանրությունը, Եվրոպական միությունը։ Բայց սահմանադրությունից փորձում են այդ հղումները դուրս բերել, ասում են, եւ հռչակագիրը եւս ինչ վտանգ կարող է սա առաջացնել, ես ուզում եմ նաեւ վտանգների մասին, քանի որ խոսեցինք։ Նախ ասեմ այն բանի մասին, որ օրինակ իշխանությունը այսօր ստիպված է դժվարություններ ունենալ, որովհետև հեռացել է տարրական պարզ հասկացությունից։ Այն ինչ որ խափում ներկայացնում են ժողովրդին, թե առանց ձեր ցանկության մենք ոչինչ չենք անի, բոլոր միջազգային ատյաններում պետք է հնչեր հետևյալ կերպ. մենք ժողովրդավարական պետություն ենք, որևէ առաջարկ, որ մենք պիտի քննարկենք, դա պետք է արժանանա ժողովրդի հավանությանը։ Այնպես որ Հայաստանը այս պիտի անի, այն պիտի անի, դուք բռնապետներ եք։ Ձեր երկրներում կարող է ասեք, այս պիտի արվի, այն պիտի արվի ու կանեք, բայց քանի որ ես բռնապետ չեմ, մեր ժողովրդի ընդունած որոշումները ես չեմ կարող այդպես ձեռքի մի շարժումով կամ հայտարարությամբ փոխել։
Չնայած ինքը ինչու դա չի կարող ասել, որտեղ ինքն էլ երազում է դառնալ բռնապետ եւ իր բոլոր արարքները այդ ուղղությամբ են տանում։ Հիմա այստեղ ամենից շատ շահող իհարկե Հայաստանի քաղաքացին պիտի լինի, թե մեր նախագիծը ընդունվի, ոչ թե եթե ընդունվի, երբ ընդունվի։ Այլ ընտրանք չկա ու չի կարող լինել։ 3 օր առաջ Անվտանգության ֆորումում Բուրգեն Սիմոնյանի կազմակերպած մի երիտասարդ Բորիս Օհանյան կարծեմ հարցրեց. Ինչն է պատճառը, որ անառարկելի ես կարդացել եմ, ուսումնասիրել եմ ձեր նախագիծը, այնտեղ առարկելու բան չկա, ինչն է որ չի ընդունվում։ Այսինքն մարդկանց համար դա անառարկելի է, բարոյական, գիտակից մարդկանց համար, բայց սրանից օգտվել են այն իշխանավորները, որոնք դժվարություններ ունեն։ Տեսեք, միջազգային հանրությունը ասում է խաղաղություն, բոլորս ենք ասում, խաղաղությունը պարտադիր պայման է, որը խախտված է եղել Ադրբեջանի կողմից։ Հարձակվելով Հայաստանի վրա, Ադրբեջանը խախտեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, խախտեց Մինսկի խմբի շրջանակներում բոլոր պայմանավորվածությունները։ Սա մոռանալով, այդ Թրամփին շատ պետք է վեր եկնող այնպես անլուրջ ասում է, ես խաղաղություն հաստատեցի։ Խաղաղությունը խախտողների նկատմամբ վերաբերմունք դրսևորեցիր, ոչ, ուրեմն քո հաստատած խաղաղությունը շատ խաբուսիկ է։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն դրանից, որ այսօր խոսելով խաղաղության մասին իրավունքներ են ոտնահարում, ոչ ոք չի շահելու։ Ընդհակառակը այդ իրավախախտումները նոր բովանդակություն են ստանալու, չդատապարտված Արցախի ցեղասպանությունը դառնալու է լավ նախադեպ եւ ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ աշխարհի։ Կներեք, որ երկար են պատասխանում, բայց այստեղ շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան, ես անձնական ոչ մի շահ չունեմ։ Ինչպես անկախության համար պայքարում, ինչպես Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցերում ես անձնական ոչինչ չունեի, այդպես էլ այստեղ չունեմ։ Բայց այստեղ Հայաստանը մի աննախադեպ հաջողության կհասնի բոլոր ճակատներում պարտված, նվաստացված Հայաստանը բոլոր, կարող եմ ասել, բացի մարզական որոշ ոլորտներից, մնացած բոլոր ոլորտներում որպես հավաքականություն մենք շատ դեսեմացված վիճակում ենք, մանավանդ ի վերջո միջազգային հարաբերություններում էլ մարդիկ են ու Հայաստանին նայում են նաև պարզ արժանապատվության տեսանկյունից, համամարտկային արժեքների տեսանկյունից, բայց սրա ընդունումով, բացարձակ ժողովրդավարության ընդունումով Հայաստանը կդառնա աշխարհի ամենաառաջադեմ երկիրը, աշխարհի համար ամենակարևոր հարցում, ժողովրդավարության հարցում, այնպես որ բոլոր նրանք, ովքեր չեն խորացել, խորհուրդ եմ տալիս նաև օգտվելով ձեր եթերից, բացում եք համացանցում demos.am կայքեջը եւ այնտեղ կարդում եք եւ տեսական հոդվածներ եւ սահմանադրության նախագիծը։ Նաև կարող եք տեսնել հայեցակարգը, որ այսօր ներկայացված է։ Իսկ այս հայտարարության համարժեք արձագանքից հետո մենք առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կունենանք քննարկում այդ խորհրդում ես կապացուցեմ, ոչ ոք չի կարող մերժել, որովհետև որևէ իրավաբան չի կարող ասել ես իրավաբան չեմ։ Սա արագընթաց կարող է ստանալ ու մինչև ընտրությունները մենք կարող ենք, եւ դա մեր բոլորի խնդիրն է, մինչև ընտրությունները կատարել սահմանադրական բարեփոխումներ ու արդեն նոր սահմանադրությամբ ընտրել իսկապես ուղղակի ընտրել վարչապետ, ուղղակի ընտրել 100% ներկայացուցչականություն ապահովող ներկայացուցչական մարմին խորհրդարան։ Տեսեք, պարզապես երբ մենք գնում ենք ընտրությունների, հասկանում ենք քաղաքացու սա կարծես թե միակ ընտրությունն է, այլևս քաղաքացին զուրկ է մնացել, այո, թիմ ընտրություններին մասնակցելու եւ այլն։ Ես կուզեմ կարևորագույն կետերը, որոնք կուզենաք կուլմինացիոն, այսպես ասեմ, կետերը, որոնք դուք ձեր նախագծում կառանձնացնեիք, որոնք են, որոնք շատ կարևոր դեր են խաղալու այս սահմանադրության մեջ։ Տեսեք, մարդկանց ոչ միայն ներարկել են, այլ սահմանադրությունն է ցույց տալիս, որ մարդը հիմա գնաց ընտրության մի ձայն ավել, մի ձայն պակաս ոչ մի նշանակություն չունի։ Այս տարբերակում, որ մենք ենք առաջարկում, հիշում եք, չէ, շեմ կա, արգելանքի շեմ։ Այդ շեմը ընդհանրապես վերանում է։ Այս տարբերակում մարդը երբ գնում է ընտրության, գուցե առաջին ընտրության ժամանակ այնքան դա չզգա, բայց ընտրությունից հետո տեսնելով թե պարլամենտում որն է կարգը քվեարկության, մարդը հանկարծ զգում է, որ ինքը չէ, շարքային ձայն չի, ինքը իսկապես երկրի տերն է, որովհետև որդեգրված է հետևյալ սկզբունքը. երկիրը Հայաստանը
բաժնետիրական ընկերություն է իր ամբողջ ունեցվածքով, բայց ամենակարևորը կառավարման համակարգով։ Որքան քաղաքացի որ կա, որտեղ էլ որ նրանք ապրեն, այստեղ սփյուռքին ներգրավելու հարցն է գալիս։ Եթե Հայաստանի քաղաքացի ուզում է 10 քաղաքացիություն ունենա, եթե մեկը Հայաստանում մի տուն ունի, մյուսն ունի 10 տուն, կարող է ասում ենք դու 10 տուն ունես, պիտի չմասնակցես ընտրություններին։ Չէ։ Դա իր անձնական իրավունքն է ունենալ 10 տուն կամ 1 տուն։ Ուրեմն բոլորը ունեն մեկական ձայն, մեկ երկրի կառավարմանը մասնակցելու մեկ բաժնետոմս։ Հիմա այդ բաժնետոմս ունեցող մարդիկ ընտրության օրը, ընտրություն կոչվածի օրը ոչ թե գնում են միայն ընտրության, այլ ասում են երկրի կառավարման մի բաժնետոմս ունեմ, սա իմ բաժնետոմսն է, ես ժամանակ չունեմ կառավարմամբ զբաղվելու, ես իմ բաժնետոմսը 2 տարով ազգային ժողովում տալիս եմ Պարույր Հայրիկյանին, Պողոս Պողոսյանին եւ այլն։ Ստացած բաժնետոմսերի քանակով որոշվում է թե այդ 81 տեղը, որ մենք նախատեսում ենք պարլամենտի համար, 81 տեղը ովքեր են զբաղեցնելու։ Նրանք ովքեր որ միանգամից կստանան այնքան ձայներ, որ կարող են անցնել խորհրդարան, այսինքն առաջինից մինչև 81-րդ տեղը։ Մյուսները ովքեր որ չեն անցել, մեկ շաբաթ ժամանակ ունեն տեխնացուները։ Այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց ստացած բաժնետոմսերի քանակը փոխանցել իրենց գաղափարապես մոտ կամ կարող են նաև անառողջ հաշվարկներ անել, ոստիկանությունը կբռնի գդատի, ասենք վաճառել եւ այլ, իրավապահ համակարգը պիտի աշխատի։ Եվ ինչ է ստացվում, պատգամավորները ամեն մեկը պարլամենտում ներկայանում են իրենց ստացած ձայների քանակով եւ քվեարկությունները, որ անում են մարդկանց անունից, իրենք անում են ոչ թե 1 ձայնով, այլ ես ստացել եմ 5000 ձայն, Պողոս Պողոսյանը ստացել է 6000 ձայն։ Երբ հարց է քննարկվում, նա 6000 ձայնով է քվեարկում, ես իմ 5000 ձայնով։ Այսինքն քաղաքացիները զգում են, որ իրենք ներկա են եւ բացառված չի, որ կարող է լինել դեպք, երբ պարլամենտում մի նախագիծ ստացել է 500,000 1 ձայն կողմ եւ դեմ է ստացել 500,000 ձայն առանց այդ մեկի։ Ու այդ 1 ձայնը ընտրողները տեսնում են, ես ձայնը տվել էի Պողոս Պողոսյանին, նա այդ թիմից էր, այդ իմ ձայնը այն 1 ձայնն էր, որը որոշում ընդունեց։ Այսինքն պարլամենտական քվեարկությունները վեր են ածվում միջնորդավորված հանրաքվեների։ Սա խնդիրներից մեկն է։ Երկրորդը նախագահ կոչվածը վերանում է։ Մենք ունենք չէ տեխնիկ նախագահ, այսօր չգիտես ինչի համար է ստեղծված։ Ուրեմն վարչապետը ընտրվում է ուղղակի ժողովրդի կողմից։ Ընտրվում է 2 տարով փոխվարչապետի հետ միասին։ Եվ վարչապետի ընդունած որոշումները կարող են բեկանվել պարլամենտի ասենք վարչապետը վերջնական որոշում է ընդունել, պարլամենտը չի համաձայնություն չի տալիս, վարչապետը կարող է ասել ես օգտագործում եմ իմ վետոյի իրավունքը եւ 2/3-ով պարլամենտը կարող է վարչապետի որոշումները այստեղ էլ ձայների հավասարությունն է գալիս, վարչապետի ստացած ձայները, ուղղակի ստացած ձայները չեն կարող խորհրդարանի ունեցած ստացած ձայների 2/3-ից ընդհանուր առմամբ ավել լինել։ Դա ուժերը հավասարակշռում է եւ այդտեղ խորհրդարանի ընդունած ոչ կատարյալ օրենքը վարչապետը վետոյի է ենթարկում եւ պիտի վերահաստատվի լուրջ քննարկումով, նույնն էլ վերաբերում է վարչապետին։ Վարչապետը սխալ բաներ է անում, օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարություն ստորագրեց։ Մեր վարչապետն էլ անմիջապես նիստ է գումարում, ասում է, լսիր, մենք սարդարապատ ենք ունեցել Երևանի տակ ու չենք հանձնվել։ Այս ինչ խուժանություն է անում։ Մեր դիմացինը միջազգային հանցագործ է, նա պատերազմ է սկսել, ինքն է սկսել, ինչու դա չես բարձրացնում աշխարհով մեկ։ Կամ ինչու, ինչևէ, շատ հարցեր կարող են լինել, կամ օրինակի համար պատկերացնում եք վարչապետն ասում է, ես հարկերի հարցում կոմպրոմիսի չեմ գնա։ Այսինքն դու քո քաղաքացու ծանր տնտեսական վիճակի հետ փողզիջման չես գնա, ինչի համար, որ փող կուտակես, ու դու պարգևավճար տաս։ Միանգամից պարլամենտը կարող է նույնիսկ այդ դեպքում այդ հայտարարությունը լսելուց հետո հարց բարձրացնել, բայց հիմա քանի որ միտեղ են հավաքված բոլորը, պարլամենտում մի կերպ կայուն մեծամասնություն կոչված խուժանությամբ ունեն ձայների մեծամասնություն, ամեն ինչ խեղդում են։ Շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեսանկյունից նշել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ավականու համայնքապետը ընտրվում է ուղիղ ընտրությամբ։ Նույնպես բոլորը ընտրվում են 2 տարով։ Ինչու է այդ 2 տարվա ընտրությունը, որպեսզի ամեն մարդ իմանա, որ ինքը ժամանակավոր է իշխանության եւ իշխանության է որպես քաղաքացիների կամքի կատարող,
ոչ որպես մարդ, որ եկավ իշխանություն դարձավ, հետո սովորեցրեց մեր պատմության դասագրքից սեպտեմբերի Արարատ բառը մոռացեք եւ այլ անշնորհքություններ։ Պիտի մարդիկ իմանան, որ նաեւ պարլամենտականը պիտի իմանա, որ ինքը այսօր պարլամենտում եթե քվեարկում է ոչ թե 5000 ձայնով, այլ 15000 ձայնով, շնորհիվ են բանը, որ իրեն ճիշտ է պահել։ Ընտրողն կիմանա այդ անցած անգամ իրեն տվեցին, հիմա իրեն սխալ է պահում, մյուս անգամ բոլորովին ձայն չտամ։ Պետք է ավելի գործուն առարկայական շոշափելի դարձնել ժողովրդի դերակատարությունը հանրային կյանքում եւ միջազգայինորեն հայտնի կառույցներ կան ժողովրդավարության վերաբերյալ, իրենց գլխավոր խնդիրն այն է, որ քաղաքացին հեռացել է իշխանավորից, ավելի ճիշտ իշխանավորները հեռացել են։ Այս կերպ վերականգնվում է այդ։ Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնի վերացմանը, մեզ ցանկացած գործիքի վրա, իսկ պետական համակարգը դա մարդկանց քաղաքացիների ազգի համար գործիք է, պետք է լինի առավելագույն պարզություն պիտի ներկայացնի։ Օրինակ կացինով փայտ ես կոտրում, դու կացինի վրա եթե մի հատ թեկուզ թել է պատտված, այդ թելը գցում ես մի կողմ։ Պետական համակարգում մեզ նախագահ պետք չի, որտեղ նախագահը մարդիկ են։ Նրանք նախագահի իրավունքով են իրենց քվեն տալիս վարչապետ, փոխվարչապետ ընտրում, համայնքապետ ընտրում, համայնքի ավագանի ընտրում առանձին, որ նրանք իսկապես իրար հակակշռեն ու դրանից օգտվի քաղաքացին։ Ես ուզում եմ նաև ձեր մոտեցումը լսել, արդյոք Արցախի հարցը ինչպես եք տեսնում, լուծելի է։ Մենք Արցախի հարցը առանձին պիտի չընկալենք ընդհանրապես, կա հայկական հարց։ Ես դեռևս պատկերացնում եք 59 տարի առաջ 77 թվականին Սարանսկ Մորդովիայի կառավարում գնել կարծերի պայմաններում գրած բանաստեղծության մեջ հատկապես այդ մասն եմ շեշտել, որպեսզի լուծվի վերանա հայկական կոչված հարցն ամոթալի ու շերեփների կարիք չլինի օտարի եփած հարիսաներին հայկական հարցի մի մասն է Արցախի հարցը, բայց որևէ խնդիր լուծելիս դու կարող ես այդ հարցին առանձին էլ անդրադառնալ։ Այսինքն Արցախի հարցը միջազգային իրավունքի տեսակետից նաև ինքնորոշման հարց է։ Ինքնորոշումն է այսօրվա մեր քաղաքակրթության հիմքերի հիմքը։ Ինքնորոշման շնորհիվ է, որ աշխարհը այսօր 200-ից ավելի պետություն ունի եւ խախտվել է այդ սկզբունքը։ Ինքնորոշման սկզբունքը մշտապես եղել է Մինսկի խմբի ուշադրության կիզակետում։ Դրա համար էր Ալիևը ասում ցրենք Մինսկի խումբը։ Մինսկի խումբն էլ, գիտեք ինչ է, այլ պետությունների վրա դրված պարտականություն է։ Իրենց պետք է որ իրենք կռիվ տային։ Ասում են, եթե դուք ապուշացել եք, մեկը հանցագործ է դարձել լրիվ, իսկ երկրորդը ապուշացել իր իրավունքներին չի հետևում, ինչի մենք մեզ պիտի կոտորենք։ Նույնիսկ ամենաբարեկիրթ մարդը, երբ մոտենում է ընկածին օգնելու, Ճապոնիայում դա շատ խիստ են գնում։ Եթե նա չի խնդրում օգնել, իրավունք չունի։ Գիտի որ կյանքը կփրկի, իրավունք չունի օգնել։ Այսպես Հայաստանն ասում է մենք Արցախի, բայց դուք եք հանդես գալիս որպես Արցախի իրավունքների պաշտպան։ Հայաստանն էր, չէ՞ միջազգային իրավունքում։ Ու հանկարծ Հայաստանը այդպես է ասում։ Այսօր Արցախի հարցը ոչ թե մեր հարցն է, եւ մենք այդ ուղղությամբ պիտի աշխատենք, այլ ամբողջ մարդկության հարցը Արցախի ինքնորոշման մասով։ Բայց դրանից բացի կա միջազգային իրավունքի այլ դրույթներ կան եւ Հայաստանը դառնալով միջազգային իրավունքի ենթակա չունեցավ, երբ մենք խոսում ենք պետական գործիչների մասին, Լևոն Տեր-Պետրոսյան, ես վատ բան ասել չեմ ուզում։ Մանավանդ հիշում եմ, որ դու առաջին մարդն էր, որ հրապարակավ պարլամենտական ամբիոնից ասացիր Հայրիկյան եւ իր ընկերները ամբողջատիրության դժվար տարիներին մեզ համար ճանապարհ բացեցին։ Դա 90 թվականին, երբ ես վերադարձա։ Կամ հետո ասացիր Հայրիկյանի մեդիալն է։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյան, դու միջազգային իրավունքից ոչինչ չէիր հասկանում, անկախությունից ոչինչ չէիր հասկանում, ժողովրդավարությունից նույնպես ոչինչ չէիր հասկանում։ Ղարաբաղ, Լենին պարտիա Գորբաչով գորալով քաղաքական գործիչ չես դառնա։ Կամանդոսի խոսքերն է, ասում է 2 տարում պետական գործիչ չես դառնա։ Լևոն Տեր-Պետրոսյանն եկավ, հետո Ռոբերտ Քոչյանը, դրանք ոչ մեկը Հայաստանի միջազգային հնարավորությունների մասին պատկերացում չունեին։ Եվ սա այն դեպքում, երբ Մոսկվայից Բարսեղովը, նշանավոր գիտնական, ասում էր, Հայաստանը միջազգային իրավունքի տեսակետից մեծ հնարավորություններ ունի։ Ի վերջո եղել է ցեղասպանության հետևանքների վերացման հարց։ Ես լավագույնը, որ կարողացա անել, Սերժ Սարգսյանին մի կերպ սովորեցրի, որ ցեղասպանության մասին խոսելիս ճանաչման մասին չարժի խոսել այլևս։
Հիմա պետք է խոսել հետևանքները վերացնելու մասին, որը մեծ կաշկանդիչ դեր էր ունենում թուրքերի նկատմամբ, Թուրքիայի նկատմամբ։ Հիմա թուրքերն ինչ արեցին։ Նրանք շատ բարվոք ձևով այնպես արեցին, որ գիտեք հայերն են ցեղասպանը։ Բայց անում են Ադրբեջանի միջոցով, որտեղ թե իրենք խոսային դրա մասին։ Եվրոպական միությունը, նույնիսկ իրենց դաշնակիցներ Ամերիկա, Ֆրանսիա եւ այլ ՆԱՏՕ-ի գծով դաշնակից, կասեն դա սիր վերջ դուր։ Հիմա ասում մենք չենք, տեսեք Ադրբեջանն ասում հայերը ցեղասպան ժողովուրդ են։ Իդեպ արևմտյան Ադրբեջան, որը խոսույթը ընդհանրապես չկար։ Ընդհանրապես այդ եզրը շրջանառության մեջ է դրել Ալիևը, դա հոյակապ փոխանցում է ստացված, որպեսզի վերքանցը խաղաղություն այո մենք ուզում ենք, մեր ժողովուրդն է ուզում, ադրբեջանցիներն են ուզում, Ադրբեջանի բնակչությունը ձախողեցինք մենք, լավ, այսքան ճանապարհ եք անցել ի վերջո, բազում խութեր ու դժվարություններ եք տեսել ու գիտեք ինչու։ Երբ կոշկակարը որոշում է զբաղվել ատամնաբուժությամբ, հիվանդի վիճակը շատ ծանր է լինում, մանավանդ եթե այդ հիվանդը թույլ է տալիս։ Քաղաքականությունը գիտություն է։ Եվ քաղաքական գործունեությունը հանրության կառավարման, հարևանների հետ, աշխարհի այլ ազգերի հետ հարաբերվելու գիտությունը արվեստ է։ Եթե դրանով ուզում է զբաղվել աշխարհի ամենահանճարեղ բժիշկը, ինքը հանցագործ է։ Հիմա կոմունիստական կուսակցության դաստիարակությամբ ասպարեզ իջած եւ հետո պետական բարձր իշխանություն նվաճած մարդը կամ լավ լրագրող եղած մարդը, լրագրող ոչ մի քաղաքագիտական կրթություն, ոչ մի անձնական ներդրում։ Ընդամենը մարտի 1-ի խուժանության սադրանքի մասնակից լինելու համար եւ հանցագործություն եւ սադրանք խառներ իրար հետ։ Ես բանտում հայտնված մարդ իրեն քաղաքականավոր էր կոչում, մի անգամ նույնիսկ իմ ներկայությամբ որ ասեց ես քաղաքականավոր եմ եղել, ծիծաղելով նայեցի տղա ջան։ Գոնե իմ ներկայությամբ ամաչի այդ քաղաքականավոր բառը արտասանելը։ Ի վերջո 20 տարի բռնադատված մարդու ներկայությամբ կուրսկը ծեծում ես ինչևէ։ Եվ երբ մենք դա ոչ թե թույլ ենք տալցել, դա բնականon ենք համարում, բնականաբար պիտի արժանանանք հետևանքների։ Մեր ազգը ինչու է հասել հաջողությունների միայն այն գործերում, որոնց ներողամիտ կլինեք, ես եմ մասնակցել։ Որովհետև ես ամբողջ աշխարհի փորձն էի հաշվի առնում եւ այդ տարիների ընթացքում ոչ միայն կրթվել էի, ղեկավարել էի, շփվել ամենաբարձր մակարդակի Գորբաչով, Ռեյգան խոսակցների առանքում եղել է իմ անունը եւ դա ոչ թե այն բանի համար, որ ես լավ տղա եի, այլ իմ արած գործերի համար։ Ի վերջո ես ստիպել եմ Գորբաչովին օրենք ընդունել հանրակրվեի մասին եւ այդ բանը ինչու է շնորհիվ եմ արել իմ փորձառության։ Այդ հսկայական փորձառությամբ ես որ վերադարձա Հայաստան, ցավոք սրտի այդ խանդիկ նախանձ այն աշճանի էին, որ անգամ հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ բարձվեց իմ ձայները տալիս են հակառակորդից։ Իսկ իմ մտքով չեն անցնում, որ այնտեղ 10 հոգի պիտի հսկեն պատգամավորներ, ու այդ 10 հոգին 10-ի մեջ չլինի մեկը, որ ասես ինչ եք խախտում։ Հետո ինձ մեկը պատմում է, Արտաշես Թումանյանը, ասում է քո ձայները տրվեց քո մրցակցին։ Այսինքն դա որոշ դեպքերում կարող ենք համարել օտար պետության գործակալական ցանցի գործունեություն, դե KGB-ն իմ դեմ գիտեք ինչպես էր աշխատում։ Բայց լինում է երբեմն նաև նրանք այդ տեսակ գործակալական ցանցերը օգտագործում են մարդկային բացասական հատկանիշները, օրինակ որպես ես լավը Երևան պիտի ակնհայտորեն գործի համար օգտակար մարդը, լավի վատի հարց չկա, բան իմաց մարդը պիտի ասպարեզից հեռացվի։ Ու նույնիսկ մոռանում եմ, որ այս վերջին մի քանի 100 տարում որպես ազգ ոչ մի հաջողություն չունեինք, բայց հանկարծ 24-ամյա երիտասարդի մշակած ծրագիրը անկախություն հանրակրվեի ճանապարհով 10 տարուց ավելի դրանից հետո բանտաքսորում անցկացնելուց հետո կարողանում է հասցնել ժողովրդին, որովհետև այս մարդը աշխատելու ձև ունի, պատկերացում ունի, օգտվենք դրանից։ Տեսեք, մենք չունենք որևէ այլ քաղաքական ուժ, որը որ նպատակ դրած լինի եւ հասած լինի դրան։ Ոչ դաշնակցությունը, ոչ ռամկավաները, ոչ հնչակները, ոչ նույնիսկ կոմունիստները։ Բայց եղել է մի ուժ, ազգային միացյալ կուսակցություն 66 թվականին Հայկաց Խաչատրյանի ստեղծածն է։ Սկսել է, հետո այդ ուժի մեջ ես դերակատար եմ դարձել, քննադատել եմ, ոչ թե քննադատել եմ, ասել եմ եկեք հեռանանք այն մոտեցումից, որ անկախություն ամեն գնով պիտի, ամեն ինչ, ամեն հան, որտեղ մենք դեմ ենք, որ նպատակը արդարացնի միջոցները։ Մենք արդար ճանապարհով, ժողովրդավարությամբ, քաղաքացիների ձայնով պիտի գնանք անկախության հանրակրվեի ճանապարհով։ Ու հետո կարողացել եմ անկախություն թերթրատարակելով դա հասցնել մարդկանց։ Էլ չեմ խոսում Արցախյան շարժման մասին, որ ասում են, չէ, Արցախյան շարժումը։ Դա նույն ԱԻՄ-ի ծնունդն էր։
երբ այն ստեղծվեց, ինքնորոշման գաղափարը մենք հասցրինք նաև Արցախ, բայց ես անկեղծ ասեմ, այն ժամանակ չէի պատկերացնում, որ Արցախում այդպես արագ կընկալեն դրա կարևորությունը եւ գնացին ինքնորոշման ճանապարհով։ Հիմա արժի չէ որ մարդիկ ոչ թե հաշվի առնեն, ասեն որ այսօր բացարձակ ժողովրդավարության մասին խոսող մարդը այն մարդն է, ում միջոցով մենք այո, ճանապարհ անցել եւ մեզ միտեղ հասցրել։ Եթե պատկերացրեք, եթե մենք 87 թվականին չսկսեինք անկախություն թերթի հրատարակումը, այն ինչ որ այսօր է կատարվում, այն ժամանակ էր կատարվում։ Մենք սովետական միությունը որ քանդվեր, Հայաստանի մտավորականության մեծ մասն ասելու էր, մեզ անկախություն պետք չի։ Ոնց որ դաշնակցությունն էր ասում այն ժամանակ, շատ եմ ցավում, Մարուխյանն ասում էր, այսօր անկախություն պետք չի, տնտեսապես հզորանանք, բայց դա կնշանակեր մենք արդեն պետականություն որ չունենայինք, մենք միջազգային իրավունքի ենթակա չլինեինք, լինելու էինք Ռուսաստանի կամ որևէ այլ պետության կամակատարը, նրանք էլ մեզ որպես գործիք պիտի օգտագործեին։ Հիմա այստեղ կարևորը ոչ այնքան է, որ այլ այդ անցածը հաշվի առնելով ասել, բայց գուցե այսօր կարևոր բան է ասում։ Չէ՞ որ այն ժամանակ էլ անկախությունը իր համար չէր ուզում։ Իրեն էլ արտաքսեցին, գիտեք, որևէ հայի Ամերիկայի Սպիտակ տունը չի առաջարկել աշխատել մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԱԿ-ի, Ամերիկայի դեսպանին առաջարկել են, ես ասել եմ, բայց ես քաղաքացիությունից վերականգնված հետ եմ գնում։ Այն Բուշը, որ դրանից առաջ իմ առիթով ասել էր, որ հայրիկյանը դեստաբիլիզացիոն ուժ է, որտեղ մենք Գորբաչովին ասում ենք, իրենց բացատրում ենք եւ ընդունեցին, որ Գորբաչովին չպետք է օգնել, այդտեղ ֆինանսապես եւ տեխնոլոգիապես օգնելու հարց կար։ Այդ բոլորը փաստաթղթերով արձանագրված է։ Հիմա էլ խնդիրը կներեք, այսպես երկար արձագանքեցի, ինչու այսպես եղավ։ Պատմությունը նրա համար է, որ մենք պատմությունից դասեր քաղենք։ Եվ այդ դասեր քաղելիս այն ինչ որ արժեք է ներկայացնում 10-րդական չհամարեք, չէ։ Որտեղ դրանից դրա հեղինակը չի տուժում այնքան, ինչքան տուժում է հանրությունը։ Տեսեք, որտեղ մենք շատ հաճախ հանրության վրա ենք գցում այն մեղքը, ասում ենք, թե մենք այնքան հեռատեսություն չունեցանք, որպեսզի ճիշտ առաջնորդ ընտրենք, դե մեզ չէին հրամցնում այնպիսի առաջնորդներ, որ մենք կարողանայինք ընտրենք, փաստացի դուք ձեր խոսքում էլ նաև վկայեցիք, որ շատ հաճախ դա լուծվում էր կուլիսների ետևում, այսինքն քաղաքացին կարող էր տալ մեկ անձի ձայնը, բայց գնալ։ Հիմա ուզում եմ հարց տալ, արդյոք մասնակցելու եք այս ընտրություններին 2026 թվականի սպասվելիք կուսակցությունը գնալու է ընտրությունների թե մենք բանակցություններ վարում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, բոլորը միաբերան ասում են, որ առանձին որևէ քաղաքական ուժ առավելագույնը պիտի կարողանա այդ արգելանքի շեմը հաղթահարել։ Բայց ԱԻՄ-ը ասել է, որ նույնիսկ այսօր, երբ ընտրություններին ընդամենը 4 ամիս է մնացել, հենց այսօր բոլոր առողջ բանական ուժերը պիտի աշխատեն, տեսեք, գործի կեսն արված է։ Արդեն Արդարադատության նախարարության համապատասխան խորհրդի տրամադրության տակ կան այն փաստաթղթերը, որ մենք այսօր բոլորս պետք է համախմբենք, շատ արագ քննարկման դնենք դա է մեր փրկությունը, ազգի փրկությունը։ Իսկ եթե պիտի որևէ օլիգարխ կամ մեծահարուստ կամ նախկին ինչ-որ իշխանության գա, նրանք առավել ևս, որ հիմա իշխանության մասին են խոսում, ես հասկանում ինչքան խեղճ են, ինչքան դժբախտ են, նրանք չգիտեն, թե ինչ բացասական բեռի տակ են ընկնելու այսօր, որևէ աշխարհի ամենահզոր գործիչը, հզոր թիմով, Հայաստանում իշխանության գալուց ընդամենը 1 ամիս հետո սարսափելի վիճակի մեջ է հայտնվելու, եթե չունենք այս նոր սահմանադրությունը եւ նոր որակը։ Ես ուղղակի խղճում եմ դրանց։ Հենց Սամվել Կարապետյան ուզում է դառնալ վարչապետ։ Վարչապետ դառնաս, որ ինչ անցնես։ Նիկոլի Շարածը դուք տանես, Նիկոլը այնպեսի հիմքեր է դրել, որ միայն դրանց բեռանտակ կանգնելու համար դու պիտի իսկապես ունենաս համազգային աջակցություն։ Իսկ համազգային աջակցության համար պիտի մենք շատ արագ մենք հասցնենք ընդունել այս կատարյալ ժողովրդավարության սահմանադրությունը եւ ընտրությունները կատարենք այս սկզբունքով, որպեսզի այնպես չլինի։ Տեսեք, նույնիսկ Ամերիկայի պես դեմոկրատական պետության ներկայացուցիչ ասում է. մեզ համար ձեռնտու է, որ Նիկոլը գա իշխանության, որ նրա հետ մենք աշխատենք ու մինչև վերջ փչացնենք ձեզ հայեր։ Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցնում, որ խտրական վերաբերմունք է դրսևորվում։ Իր 20 տարի առաջ գրած հոդվածում ավելի առողջ է իր բանականությունը, քան այսօր։ Կամ նոյեմբերի 9-ին դուք կոմունիկացիաների բացման մասին եք խոսել, դե բացեք, բայց դուք ուրիշ բան եք անում։ Արտոնյալ վիճակով տրվում է ճանապարհ քո տարածքում։ Այսինքն, այս բոլորը ով պիտի գա ու ասի, Թրամփ, քո եւ Նիկոլի կնքածը մենք չեղել ենք հայտարարում։
Չեք կարող։ Ես կարող եմ։ Ես ժամանակին այնպես եղել, որ 40 սենատոր 2 օրվա ընթացքում թուղթ են ստորագրել ինձ վերաբերող կամ իմ կոչով Հայաստանին վերաբերող։ Այդ բոլոր փաստաթղթերը կան։ Ես որ ասում եմ կարող եմ ինչից ելնելով, որտեղ դու պիտի ի սկզբանե բարձր արժեքային դիրքից մոտենաս։ Տեսեք սահմանադրության մասին խոսելիս։ Այդ սահմանադրության մեջ ես ընդհանրապես իմի բերող մարդ եմ։ Համամարտկային արժեքները, տնտեսական իրավունքից բազմբաժնետ իրական ընկերությունների խորհրդի քվեարկության կարգը, աստվածաբանությունից աստծո առաջ բոլորը հավասար են դրույթը, քաղաքացիական իրավունքից եթե քո տեխնացուն չի անցել, նա իրավունք ունի վերահասցեագրել երաշխավորագիր տալ ձայն։ Այսինքն այս բոլորը ես իմի եմ բերել եւ դա երբեք իմը չեմ համարել իմը։ Միշտ շեշտել եմ, որ գրեթե նոր ոչինչ չեմ հայտնագործել։ Այսօր մենք ինչի մասին որ խոսում ենք, պիտի մտածենք, թե ինչն է ամենակարևորը, որտեղ տասնյակ հարցեր կան, չէ՞, օրինակ եկեղեցու հետապնդումը։ Այդ հետապնդում ինքը պատճառ է թե հետևանք է։ Տնտեսական հարաբերություններում այդ պարգևավճար տալ եւ միաժամանակ մարդկանց սովի մատնել, հարկեր բարձրացնել, այստեղ դա ինչ է։ Հետևանք է, ինչ է հետևանք։ Մի բանի, մարդը տանտերը չի։ Երբ մարդը տանտերն է դառնում, ինքը եւ տունն է ուզում պաշտպանել, տղային էլ որ կմտածի փախնել Հայաստանից, այդ մոքսո տղաս չես ամաչում, դες աղջիկները բանակ են գնում, դու փախնում ես, ըստ մեր տունն է։ Մեր տունը պիտի պաշտպանենք։ Նաեւ դաշնակիցներ է գտնում։ Արժեքավոր դաշնակիցներ են այն դաշնակիցները, որոնք որ արժեքային հիմքի վրա են դաշնակից ոչ թե շահերի։ Տեսեք, մի օր ՆԱՏՕ-ի մասին խոսենք, Հյուսիսատլանտյան դաշինքի ժամանակին այնտեղ այսպես էր, բռնապետական պետությունը չի կարող անդամ լինել։ Այդ դա նշանակում է արժեքային համակարգն է միավորում։ Իսկ եթե դու ասում ես ես այստեղ շահ ունեմ, արի այս շահի համար դաշնակից դառնամ, դա ժամանակավոր է ու վտանգավոր, որտեղ հետո կարող է այլ շահ լինել։ Արժեքների դեպքում դու արժեքներով ես ընկեր, հոգեհարազատ եւ դաշնակից։ Բարի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, մեր ժամանակը սպառվեց ցավոք, հուսամ եւս հանդիպում պիտի ունենանք ու իրոք սահմանադրության այս նոր դրույթների մասին պիտի խոսենք, որոնք իրագործվելիք պիտի լինեն, որովհետեւ դա իշահ մեր պետության ու հասարակության է։ Մեծ սիրով շնորհակալ եմ, որ ճիշտ ընկալեցիք ասածներս։ Բարի, իսկ դուք հարգելի հետևորդներ, հետևեք մեզ, իրական արժեքները երբեք չեն հնանում։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։